Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, շնորհակալություն շահագրգիռ քննարկման համար եւ մի քանի հարցի անդրադառնալուց առաջ մի քանի թիվ հնչեցնեմ մարտի 2-ի դրությամբ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից հունվարի 1-ից մինչ օրս ունեցել ենք 1.284.045 այց։ Տիկին Գյուրեյան, ինչի ալիքը այսքան մեծ։ Կարող է նրանից ա, որ ձեր իշխանության տարիներին ոչինչ չի արվել այս ուղղությամբ։ Ինկյուրեղյան ձեզ երկրորդ ամբուլատոր այցը այս թվից 1.173.436, այո, ակնհայտ է, որ առաջնային օղակի վրա ծանրաբեռնվածությունը անհամեմատ մեծ է, բայց նորից սա այն երկար տարիների բաց թողումների հետևանք է, որը որ մենք այսօր եւ բժշկական հանրության հետ մեր մաշկի վրա զգում ենք եւ պատրաստ ենք իրենց հետ կիսել այդ ամբողջ ծանրաբեռնվածության բեռը համապատասխան մեխանիզմների նաեւ հետագա ներդրմամբ։ Հիվանդանոցային այցերը, որոնք անհամեմատ ավելի մեծ գումարների չափով ապահովագրության շրջանակներում բուժվել են, դրանք 60.248-ն են, ցերեկային ստացիոնարներում 3.479, շտապօգնության կանչերը եղել են 46.882, այո, մեծ է ծավալները, բայց այս ծավալների մեծությունը մենակ մի բանով պայմանավորված կարող է լինել, երկար ժամանակ ոլորտային առումով ոչինչ չանելը ձեր եւ մյուս խմբակցության իշխանության տարիներին։ Մի քանի հարցի անդրադառնամ, ես ավելի շատ այդտեղ ակտուալ հարց որպես ընդգծվեց իմ գործընկերների կողմից հնչեցրած նպատակային ուսուցման հետ կապված շահագրգռման մոտեցումները ոնց անել, որ երիտասարդ մասնագետները հայտնվեն թիրախային։ Ինչ է կատարվում։ Ես ուզում եմ ասել, որ այո, օրենքը ներդրված է հանձնաժողովի կողմից դեռևս տարիներ առաջ, բայց դիմորդներ էլ կան, կա աճ այս առումով, բայց ես ուզում եմ նաև շեշտենք, որ այս առումով մենք խնդիրը միայն առողջապահության նախարարության եւ առողջապահության հանձնաժողովի տիրույթում չէ։ Մարդիկ չեն տեղափոխվում մարզերում ապրելու տարբեր պատճառներով, այդ թվում նաև սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքի որոշակի հագեցվածության խնդրի պատճառով։ Եվ այս առումով նաև մենք խնդիր ունենք, որ ենթակառուցվածքային առումով եւ տարբեր ուղղություններով զարգացման ուղղություններ ունենալով ինչ որ մի փուլում երևի թե օպտիմալ պատկեր կստացվի։ Այո, ներքին հարդարման խնդիրներ նշեց մեր գործընկերներից մեկը եւ դուք էլ ասեցիք, որ ասում եք, որ հիվանդանոցների վիճակը լավ չի եղել։ Ինչ նորություն ա, որ լավ չի եղել, Տիկին Գյուրեյան։ Մենք երկուսս էլ նույն քաղաքից ենք, մենք գիտենք, թե հիվանդանոցը ինչից ինչ ա դարել։ Եվ այսօր էլ անընդհատ վերազինվում եւ հագեցվածության առումով օր-օրի նոր բաժանմունքների բացման հետ կապված ավելի որակյալ եւ ավելի մեծ ծավալներով բժշկական օգնություն ցուցաբերում, մենակ մեր մարզի մասին կարող եմ ասել։ Բարձր լեռնային գոտիների վերաբերյալ պարոն Գրիգորյան, այո, պատրաստ ենք քննարկման եւ եթե կա որոշակի հարց եւ նույնիսկ օրենքի բաց դրա հետ կապված օրակարգային հարցի շրջանակներում կարող ենք այդ ամեն ինչ քննարկել եւ որպես լուծում առաջարկներով հանդես գալ։ Մեծ հաշվով ընդհանուր առմամբ այսքանը, այո, շնորհակալ եմ քննարկումների համար։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։